Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 7։ Միայն թե զորացիր և շատ քաջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, նրանից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենում էլ խելամուտ լինես, ուր որ գնում ես։ Հեսու 1:7 խոսք։ Այո, Տերը մեզ հետ կլինի մեր սուրբ պատերազմում, բայց նա մեզանից պահանջում է, որ խստորեն հետևենք իր կանոններին։ Մեր հաղթանակները մեծապես կախված կլինեն նրանից, թե որքան ամբողջ սրտով կհնազանդվենք նրան մեր հավատքի գործերի մեջ, ներդնելով ամբողջ զորությունն ու քաջությունը։ Եթե կիսասիրտ լինենք, ապա չենք կարող ակնկալել ավելին, քան կիսատ օրհնություն։ Մենք պետք է հնազանդվենք Տիրոջը զգուշությամբ և խոհեմությամբ։ Այստեղ գործածված խոսքը, որ պահես և անես, լի է խորը իմաստով։ Սա վերաբերում է Աստծո կամքի յուրաքանչյուր մասին։ Մենք պետք է պատրաստակամությամբ հնազանդվենք ամեն ինչում։ Մեր վարքի կանոնը ամբողջ օրենքի համաձայն է։ Մենք իրավունք չունենք ընտրելու, թե որ պատվիրաններին հնազանդվենք և որոնք անտեսենք, այլ պետք է ընդունենք Տիրոջ բոլոր պատվիրանները առանց բացառության։ Այս ամենում մենք պետք է ընթանանք ճշմարտությամբ և հաստատուն կերպով։ Մեր ճանապարհը պետք է լինի ուղիղ, չշեղվելով ոչ աջ, ոչ էլ ձախ։ Մենք չպետք է մոլորվենք օրենքից ավելի խիստ լինելով և ոչ էլ թեթևամտությունից դրդված ընտրենք ավելի ազատ ու հեշտ ճանապարհը։ Այդպիսի հնազանդության հետ կգա նաև հոգևոր աճը։ Ով Տեր, օգնիր մեզ տեսնելու, որ այդ իսկապես այդպես է, և զուր չփորձենք քո խոստումը։